Բարև ձեզ։ Շաբաթ կիրակին սովորաբար ավելի հանգիստ են լինում, քան աշխատանքային օրերը, բայց այս անգամ դրանք հագեցած էին հոգևոր եկեղեցական եւ ընտրական քաղաքական միջոցառումներով, երբ երկրի քաղաքական իշխանությունը մասնակցում էր հոգևոր եկեղեցական իրադարձությունների, իսկ եկեղեցու առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոսը ընտրական քաղաքական։ Ավելի պարզ ասած, երկրի վարչապետը մասնակցեց աղոթքի նախաճաշին Երևանում եւ պատարագին Խաչիկ գյուղի եկեղեցում, իսկ եկեղեցու առաջնորդ ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցեց ընտրական քաղաքական գործընթացի վաղաշաբաթում, նա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր քաղաքացիական պարտքը կատարեց այդ ընտրություններում։ Հենց վաղաշաբաթը վերջին շրջանում դարձել էր Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական կենտրոնը, նախընտրական քարոզչություն, քվեարկություն, ձայների հաշվարկ, տոկոսների հաշվարկ, մանդատների հաշվարկ, բայց առիթ եղել է ասելու, որ այս ընտրությունները միայն եւ ընդամենը համայնքի ղեկավարի ընտրություն չէին, որտեղ իհարկե այս անգամ հաղթեց կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առանց կոալիցիաների անհրաժեշտություն, բայց դրանք միայն քաղաքապետի ընտրության մասին չէին եւ այս թվերն էլ միայն մանդատների եւ տոկոսների մասին չէին, սրանք նաեւ ստուգատես էին քաղաքական ուժերի մարտունակության եւ հանրային վստահության կամ անվստահության նոր չափումների։ Այսքանը շաբաթ կիրակի մասին, իսկ նոր աշխատանքային շաբաթվա առաջին օրը նշանավորվեց նրանով, որ Հայաստանի այցելել Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը Միացյալ Նահանգների նախագահի տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության տեսլականը առաջ մղելու եւ իհարկե Թրամփի ուղու հետ կապված հարցերը քննարկելու համար։ Առաջիկա 30 րոպեների ընթացքում այս մասին ենք խոսելու, հասկանալու ենք, թե ինչ ուղեր ցղեց վաղաշաբաթում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ ինչպես է ամրապնդվում Հայաստանի արտաքին քաղաքականության նոր գծերը։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է։ Բարև ձեզ։ Շատ բարև ձեզ։ Սկսենք վաղաշաբաթից։ Երեք բոլորի ուշադրության կենտրոնում էր վաղաշաբաթը։ Կառավարող կուսակցության միանձնյա հաղթանակ առանց կոալիցիաների անհրաժեշտության, ինչ ուղեր ցղեց սրանով վաղաշաբաթի ընտրողը, ինչ դասեր ունեն քաղելու եւ իշխանությունը եւ ընդդիմությունը տարբեր թևերով։ Մենք ճիշտ ասած նախորդին բերդ խոշորացված համայնքում էինք եւ բազմաթիվ խնդիրների մասին հասցրեցինք այնտեղ ծանոթանալ եւ արդեն երեկոյան հետևում էինք վաղաշաբաթի ընտրություններին։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ քաղաքացիական պայմանագիրն է հաղթել վաղաշաբաթում։ Ես կարծում եմ, որ հաղթել է Հայաստանը, հաղթել է ժողովրդավարությունը, հաղթել է մեր պետությունը։ Ընդդեմ բոլոր նրանց, ովքեր պետության դեմ սուտ մատնություններ են տվել, ովքեր պետության Հայաստանի դեմ ուղղակի կեղծ պատերազմ սանձազերծելու վերաբերյալ մեղադրանք են հնչեցրել, ովքեր փորձել են նոյեմբերի 9-ը որպես հակադարձում բերել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ըստ էության այս քվեարկությամբ, իսկ սա տեղի էր ունենում Հայաստանի խոշոր 4-րդ քաղաքում ըստ էության, եւ իր կարեւորությամբ ոչինչով չէր զիջում Գյումրիին։ Եվ Գյումրիից հետո տեղի ունեցած կարևորագույն քաղաքական իրադարձություններին, գիտեք, կալանավորումներ են եղել, հոգևորականներ են ազատազրկվել, ահաբեկչական ցանց է բացահայտվել, դա ուղեկցել է ահռելի ինֆորմացիոն, ուրեմն հոսքերով։ Եվ կարող ենք ասել, որ վաղաշաբաթը մեծ հաշվով մանրակերտն է Հայաստանի Հանրապետության, որտեղ եւս այդ բոլոր հոսքերը եւ գյուղական համայնքներ կային այնտեղ եւ վաղաշաբաթ հոգեվոր մայրաքաղաք էր, որը ուղիղ Երևանամերձ լինելով շատ ազդվում էր նաեւ Երևանի ուղիղ քաղաքական գործընթացներից։ Եվ կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ այդ հարձակումները եւ այդ հիբրիդային ամբողջ գործիքակազմը որևէ էական վնաս չի կարողացել հասցնել սթափ մտածող, առողջ մտածող մեր ժողովրդին եւ արդյունքներն էլ դրա մասին են վկայում։ Ամենակարևորը կարող եմ ասել, որ այս ընտրություններում հատկապես իշխող կուսակցության
տեխնացուն, իր զուս, իր հավասարակշռված, իր համեստ, այսպես խոնար կերպարով ցույց տվեց, որ ոչ մի էքսցենտրիկ, ոչ մի էմոցիոնալ, ոչ մի այսպես պորտկումներ, ոչ մի աղմուկ չի կարող իրական քաղաքականությանը հաղթել։ Ըստ էության քաղաքականությունը հաղթեց էպոտաժի։ Այդ կեղծ պատրանքները, որոնք ավելորդ պաթոս են իրենց մեջ պարունակում, որոնք իրենց մեջ ավելորդ ազգայնականության, եկեղեցասիրության, քրիստոնեության, այսպես ավելորդ փաթեթավորումներ են իրենց բուն նպատակը սկողելն ու թաքցնելն է, այն նենգ նպատակները, որոնք որ ժողովուրդը շատ լավ հասկանում է ու ես այդ իմաստով չափազանց ուրախ եմ։ Իհարկե, այստեղ մենք մտածելու բան ունենք։ Մենք չենք մասնակցել այս ընտրություններին, բայց մեր գործընկեր կուսակցություններ մասնակցում շատ կուզեինք որպես այլընտրանքային առաջարկ մեր ժողովուրդը ընդուներ, բայց մենք տեսնում ենք, որ դա պահանջարկված է եւ վաղար շաբաթում ընտրությունների արդյունքները դրա մասին վկայեցին եւ նաեւ մեր հանդիպումներում մենք ամեն օր դրա ականատեսնենք։ Ուղղակի առաջարկը պետք է ավելի հավանաբար փոխել դրա մատուցման ձևը, կշիռը, հավանաբար պետք է դաշինքի մասին մտածել եւ իհարկե մենք հիմա շատ ինտենսիվ նաեւ քննարկումների մեջ ենք գործընկեր քաղաքական ուժերի հետ, տեսնենք ինչ ձևաչափով ի վերջո կմասնակցենք այդ ընտրություններին, որովհետեւ 45% մասնակցությունը թեև լավ մասնակցության ցուցանիշ է, այնուամենայնիվ տեսնում ենք պոտենցիալ ավելի շատ հուսահատ ձայների ընտրությունների բերելու իմաստով։ Տեսեք Գյումրիում 70 եւ ավել մասնակցություն եղավ, տոկոս մասնակցություն եղավ, նշանակում է, որ այդ ներուժը կա եւ պետք է համապատասխան առաջարկը լինի, որպեսզի այդ մարդիկ դուրս գան տնից եւ գնան քվեարկեն եւ ավելի մասնակցային դարձնեն։ Կարծում եմ սա նաեւ կոնկրետ առաջարկ է եւ առաջադրանք է հասարակության կողմից քաղաքական մեծամասնությանը։ Անցյալ շաբաթ կարևոր հայտարարություն արեց վարչապետը, ըստ որի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժերը չպիտի տեղ գտնեն հաջորդ խորհրդարանում։ Սա իմպերատիվ կարևոր հայտարարություն է, որը ես շատ պիտի ուզեմ հասկանալ, թե ինչ գործողություններ է ենթադրում։ Եվ այդտեղ ուզում ենք մեր ակտիվ ներգրավվածությունը նաև խոստանալ, որ իրավական եւ քաղաքական գործիքները պետք է գործի դրվեն, որպեսզի այս ուժերին ուղղակի անհնար լինի մասնակցել այդ ընտրություններին։ Մեր պատկերացմամբ եվրոպական վերջին նախադեպերը ուղղակի հրաշալի հնարավորություն են տալիս ժողովրդավարության թշնամիներին, պետության հակառակորդներին, ռուսական ազդեցության գործակալներին եւ ռուսական կեղտոտ փողեր քաղաքական ընտրական գործընթացներին օգտագործողներին ուղղակի օրենքով արգելել, եթե դրանք փաստական հիմքերը, ապացույցները կան։ Արգելել նրանց մասնակցությունը եւ նաեւ անհատներին, ովքեր աֆիլիացված են այս գործիչների հետ, իրենք չպիտի որևէ հնարավորություն ունենան գործընթացներին մասնակցել։ Վաղը ազգային ժողովում կարևոր քննարկում է, որին մենք եւս հրավիրված ենք, ըստ ամենայնի վարչապետը կլինի, գլխավոր դատախազը կլինի, քննչական կոմիտեի ղեկավարը կլինի, որը ուսումնասիրելու է սեպտեմբեր 18-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն հայտնի որոշումը, որտեղ հստակ ներկայացված է քաղաքական այն շրջանակի անունը, ազգանունը, նաև կուսակցությունների, ովքեր ուղղակի հրաման են տվել 10 անմեղ քաղաքացիների գնդակահարել Երևանի փողոցներում։ Ըստ էության հրաման են տվել գնդակահարել հայկական ժողովրդավարությունը եւ հայկական պետության հիմքերը։ Դրանից հետո այլևս որևէ կասկած չի մնում, որ սրանք չպիտի թույլատրվի սրանց մասնակցել ժողովրդավարական գործընթացներին, որպեսզի գան ջախջախեն ժողովրդավարությունը։ Չի կարող այս սուբյեկտները անցած օրը ճիշտ ասած Գերմանիայի նախագահն էր ելույթ ունենում նոյեմբերի 9-ին իդեպ, դա շատ կարևոր օր է Գերմանիայի պատմության համար եւ ասում էր, որ ամենապոպուլյար կուսակցությունը այսօր ընդդիմադիր այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունն է։ AfD-ն։ Ասում էր, որ նրանց հարվածները այլևս հասնում են
գերմանական ժողովրդավարությանն ու գերմանական սահմանադրական կարգին եւ պետության հիմքերին։ Եվ եթե վերջին միջոցը մնա այս ուժին արգելելը, մենք դրա առաջ չենք կանգնելու եւ անելու ենք։ Ես գիտեմ, որ եվրոպական օրինակներ կան, վերջին օրինակը Մոլդովան էր, Ռումինիան, Ֆրանսիան, բայց ես չգիտեմ իսկապես դա ժողովրդավարական մոտեցում է, թե ավելի ճիշտ կլինի քաղաքական մեթոդներով հասնել նրան, ինչ նպատակ ունեն իշխանությունները, այսինքն ժողովրդավարական ուժերը մասնակցել եւ անցնել։ Տեսնենք ինչ քննարկումների կգան, ինչ որոշումներ կկայացնեն այդ ուղղությամբ։ Ի վերջո այս բաղարշապատները իշխանել մենք ասում ենք հակաժողովրդավարական, Հայաստանի պետականության ինքնիշխանությանը վնասացնող, բայց այս ընտրությունները ցույց են տալիս որոշակի հանրային վստահության մակարդակ ունեն։ Ինչքան է, չգիտեմ, 20% է, ավելի շատ է եւ այլն։ Դե պիտի հասկանանք նաև այդ աջակցությունը օրինակ ինչ հիմքեր ունի, ինչ մոտիվացիաներ ունի։ Ի վերջո մենք հասկանում ենք, չէ՞, որ վաղարշապատը հատկապես Էջմիածինը ինչպիսի անցյալ է ունեցել։ Մենք այնտեղ բարքերն ենք հիշում, մարդիկ այնտեղ ընդհանրապես ինչ սպառնալիքների եւ ստրկատիրական այսպես բարքերի պայմաններում են ապրել եւ ընտրությունների արդյունքները գուցե եւ չարյաց փոքրագույնի տրամաբանությամբ են տեղի ունեցել, բայց օրինակ գնացեք Արշալույսի ընտրությունների արդյունքները տեսեք։ Հիմա այնտեղ ռեպրեսիաներ եղել են թե ոչ։ Եղել են։ Պիտի հասկանանք, այս արդյունքները լավ եթե վերլուծության ենթարկենք, բոլորովին այլ պատկեր դուրս կգա։ Քաղաքական ամբողջ դաշտը, իշխանությունը, դիմություն եւ այլն այս ընտրությունների արդյունքները վերլուծելու Սա առաջադրանք է, առաջադրանք է հասարակության կողմից, որ ոչ մեկ թող չհանգստանա, ի վերջո մենք հասկանում ենք նաև, որ այդպես բացարձակ մեծամասնություն չի ստացել չանցած կուսակցությունների Դոնթի Բանաձևի հիման վրա է քաղաքացիական պայմանագիրը ստացել, ես դա համարում եմ ժողովրդավարության հաղթանակ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը եւ հաղթանակը չի կարող մի քաղաքական ուժի պատասխանատվության եւ բեռի հարցը լինել։ Ժողովրդավարությունը պիտի ավելի մասնակցային լինի եւ պրոժողովրդավարական ուժերը ընդհանրապես մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի առավել մեծ մասնակցություն պիտի լինի գործընթացներին ինստիտուցիոնալ որպես ներկայությունը եւ տեղական մակարդակում եւ խորհրդարանում չափազանց կարեւոր է եւ կարծում եմ հատկապես ժողովրդավարական ընդդիմադիր ուժերի ներկայությունը խորհրդարանում նաև բուֆեր կարող է դառնալ իշխանության եւ նրանց միջև ովքեր ուղղակի դեմ են ժողովրդավարությանն ու ժողովրդավարական գործընթացներին, որտեվ մենք տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունենք, եթե իշխանությունը ավելի փորձում է մանևրել եւ ավելի դիվերսիֆիկացման արտաքին գործընկերների դիվերսիֆիկացման քաղաքականություն առաջ մղել այսպես կոչված քաղաքական մեր մրցակիցները եւ հակառակորդները ընդհանրապես դեմ են, որ Հայաստանը բացի Ռուսաստանից այլ արտաքին գործընկեր ունենա։ Մենք կողմ ենք, որ արևմուտքի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ժամ առաջ կարողանանք արդյունավորել եւ հատկապես օգոստոսի 8-ից հետո Հայաստանի համար բացված պատուհաններն ու դռները կարողանանք ավելի արագ, ավելի որակյալ, ավելի բովանդակային ուրեմն որոշումների տեսք տանք, որտեվ այն ինչ որ տեղի ունեցել օգոստոսի 8-ին ընդհանրապես հուշագրեր են։ Հիմա ժամանակն է, որպեսզի մենք կարողանանք ուրեմն ավելի արդյունավետ պայմանավորվածությունների հասնել։ Մենք օգոստոսի 8-ից ձեռք բերված պայմանավորվածություններին կանդրադառնանք, հատկապես Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի Հայաստան այցի շրջանակներում նպատակի մասին ես խոսեցի, բայց մինչ այդ շարունակելով վաղարշապատի թեման, այսպիսի հարց. ինչ ազդեցություն ունի վաղարշապատի ընտրությունների արդյունքները, հանրային տրամադրությունները եկեղեցու շուրջ զարգացումների վրա։ Կարող եք չէ՞ մոտավորապես փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Մենք հասանք վաղարշապատի ընտրությունների արդյունքների ազդեցությանը եկեղեցու շուրջ զարգացումների վրա։ Մոտավորապես պատկերացնում եք, թե ինչպիսի ջանքեր եւ միջոցներ ու եռանդ է օգտագործել եկեղեցին ընտրություններում ցանկալի արդյունք ապահովելու համար, շատ լավ հասկանալով, որ դա անհետևանք չի մնալու։ Ի վերջո այս արդյունքները ուղղակի carte blanche են
իշխող քաղաքական ուժին, անձնապես վարչապետին ավելի համարձակ գործելու իր նպատակադրումների մեջ, մայրաթորի հետ կապված։ Մեջ էլ ասում էր, որ նոր լիցք է հաղորդում այդ գործընթացին, այդ օրակարգին։ Բայց դրան նախորդած մի շատ կարևոր իրադարձություն եմ ուզում հատկապես։ Այո, Խաչիկի իհարկե պատարագը կարծում եմ նաև մեծապես փոխում է ամբողջ այդ գործընթացի հավանական բնույթը։ Ես նախորդ անգամ ձեզ նշել էի, որ կան եպիսկոպոսներ, ովքեր արդեն իրենց մասնակցությամբ պատարագներին կլեգիտիմացնեն ըստ էության նաև փոփոխությունների անհրաժեշտությունը։ Գերագույն հոգևոր խորհուրդը եւ տեղի ունեցավ, որ տեղի սկսվել էր նոյեմբերի 4-ին, մեկ շաբաթ ձգվեց, եւս անցել է այդպիսի քննարկումների ամբողջ մթնոլորտում եւ առաջ է բերել մոտ 15 համախոհ եպիսկոպոսների, ովքեր առաջիկայում ավելի փոքր կազմով հույս ունեմ հանդիպման կարժանանան վարչապետի հետ եւ գործողությունների, քայլերի, բարեփոխումների պլան կմշակվի եւ կհաստատվի այսպես նաեւ ժամանակացույց վեհապարին հանգստի ուղարկելու եւ օրինակ որոշ եպիսկոպոսների ուղակի այլևս նրանց կարգը կասեցնելու, կախակայելու հնարավորությունները կքննարկվեն։ Հույս ունեմ, որ դա կլինի առավելապես եկեղեցական միջավայրի քննարկման հարց, եկեղեցական օրակարգի հարց եւ այս հարցում կարծում եմ, որ վաղարշաբաթի ընտրությունները էական ազդեցություն կունենան առաջիկա գործընթացների համար։ Բայց ինչպես է, որ եթե ճիշտ է իմ տեղեկությունը, Խաչիկ գյուղի տեղ ունեցած պատարագին մասնակցում էր մեկ եպիսկոպոս, որ սկսեց։ Ես ճիշտ ասած նշмарեցի այնտեղ, այո, մեկ կուսակրոն հոգեորական եւ նաեւ Աբրահամ Սրբազանը, որը սովորական եպիսկոպոս չի, Վայոց Ձորի թեմի առաջնորդն է։ Այսինքն նա ինչ որ կերպ նաեւ ներկայացնում է հայաստանյան, այսպես թեմերից մեկի առաջնորդը լինելով հայաստանյան եկեղեցին, Հայաստանի եկեղեցու պետերից մեկն է։ Եվ ասեմ, որ ինքը միայնակ չէ, առաջիկայում կլինեն նոր եպիսկոպոսներ, ինքը համենայնդեպս այն փոքր խմբի անդամ է, որը ավելի շատ մեծ պատասխանատվություն է զգում իր վրա, որպես եպիսկոպոս ստեղծված ճգնաժամը հաղթահարելու, դրա համար ուղիներ գտնելու։ Ես գիտեմ, որ ինքը շատ համարձակ ելույթներով է հանդես եկել նաև Գերագույն հոգևոր խորհրդում, առանձին հանդիպումներում եւ վեհապարին ուղակի նշել, որ այսպես մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում եւ պարզ քահանաները ուղակի չեն կարողանում իրենց ծեսերը մարդավարի իրականացնել։ Սա վեհապարը կարծում է, որ այդ բոլորը տեղի ունենում միայն մայր աթոռի շուրջ, բայց տեղի ունեցածի արձագանքները ուղղակի գետնի վրա մեծ վնաս են հասցնում եկեղեցուն, եկեղեցու հեղինակությանը, մարդիկ սովորական իրենց ծխական եկեղեցիներ չեն այցելում, որովհետև ընդհանուր մթնոլորտը գնալով ավելի սրվում է եւ նշաններ չկան, որ առանց այս նախաձեռնությունների, եպիսկոպոսների, որոնք ներսից ցույց կտան, որ վերջապես լսել են հասարակությանը, որ իրենք անհաղորդ չեն հասարակության այս պահանջներին։ Եվ իդեպ ասեմ, որ այս ընտրությունները մեծապես նաև ուղղակի աղաղակում են, եկեղեցու զանգերն են հնչեցնում, հենց եպիսկոպոսներին, որ այն ինչ որ տեղի է ունենում եկեղեցում, հատկապես եթե այս ընտրություններն էլ տեղի են ունենում վաղարշաբաթում, որի քաղաքացիներին, գիտեք, անազատությունից եպիսկոպոսները հատուկ կոչեր էին ուղղում։ Այսինքն շատ կարևոր է, որպեսզի մենք ընդհանուր գնահատման մեջ այս բոլորը հաշվի առնենք։ Իսկ տեղեկություններ ունեք, թե եկեղեցու ներսում կոնկրետ վեհապարի կողմից ինչպիսի ընկալում է, ինչպիսի դիմադրություն է, իրավիճակի ընկալումը ինչպիսին է։ Ես ասեմ, որ ընդհանուր տպավորությունը եւ ունեցածս տեղեկությունները հաստատում են, որ դիրքերը գնալով ավելի թուլանում են, հատկապես Արշակ Սրբազանի հետ տեղի ունեցածը։ Գիտեմ, որ Արշակ Սրբազանն ինքը մոտեցել է վեհապարին եւ ուզել հեռանալ եկեղեցուց, վեհապարը թույլ չի տվել, եւ հետո վեհապարը քննարկումներից մեկի ժամանակ ասել է, որ
Արշակ Սրբազանի հեռանալը եկեղեցուց կթուլացնի իմ դիրքերը։ Ինչը նշանակում է, որ եթե վեհապարը հենվում է այդպիսի ծանր տեսանյութի հերոսի վրա, դա արդեն խոսում է, որ իրավիճակը արդեն բավական հուսադրող չէ եւ այդտեղ քայլեր պիտի արվեն, այստեղ առողջ մեր եպիսկոպոսների իրապես պատասխանատվության հարցն է, հանձնառության հարցն է, խիզախության հարցն է, որպես նաեւ ավետարանի կողմից իրենց վերապահված իշխանություն, իսկ իրենք եկեղեցու իշխաններն են, իսկ կաթողիկոսը ընդամենը եպիսկոպոսապետն է, առաջինն է եպիսկոպոսների մեջ, եւ եպիսկոպոսները պիտի այս իրավիճակի հաղթահարման ճիշտ լուծում գտնեն, ու հարցը ամենևին վեհապարին չի վերաբերում, այլ հաջորդ քայլերին, օրինակ ինչպես ենք մենք պատկերացնում եկեղեցու առողջացման process-ը վեհապարից հետո։ Օրինակ մենք քննարկում ենք, որ մի 2 տարի պետք է եպիսկոպոսները հնարավորություն տան տեղապահ նշանակել մեկին, ով կարող է կանոնական սահմանադրության եկեղեցու սահմանադրության հարցը վերջապես քննարկել, որտեղ ամեն նոր եկող կաթողիկոսը խոստացել է սահմանադրություն վերջապես առաջարկել ազգային եկեղեցական ժողովին, որպեսզի այդ սահմանադրությունը հաստատվի, եւ այդպես էլ իրենք չեն արել, այսպես անձնական նկատառումներով, որտեղ միանձնյա կառավարման հնարավորություն է տվել ուղղակի սահմանադրության չգոյությունը։ Ես հույս ունեմ, որ մեր եկեղեցու իրապես հավատացյալ պատրիարք հայրերից կամ եպիսկոպոսներից արժանի մեկը կկարողանա այդ աշխատանքը հասկանալի է, թեման շատ տարողունակ է, անդադ կարելի է խոսել ստեղծված իրավիճակ, այդ մեղադրանքները, գործակալության մասին, չգիտեմ, դե գիտեք, սա արդեն ներազգային հարց էլ չէ։ Միջազգային մամուլում քաղաքական կոնկրետ շրջանակներ ահռելի ներդրումներ են անում, որպեսզի Հայաստանի դեմ, Հայաստանի իշխանությունների դեմ, այս գործընթացների դեմ մեծ տրամադրություններ կարողանան գեներացնել։ Գիտեք, Արևմուտքում հիմա քրիստոնեական քաղաքակրթական, այսպես պաշտպանության մեծ ջանքեր են Տրամպի գալուց հետո, եւ օրինակ վերնագրեր Միացյալ Նահանգների մամուլի տարբեր հրապարակումներում շատ որակյալ մամուլի, որ քրիստոնյաներին Հայաստանում ճնշում է իշխանությունը եւ այսինքն առանց խորամուխ լինելու, առանց բովանդակությանը ծանոթանալու այս գործընթացների այդպիսի վերնագրեր են եւ դրանք էապես ազդում են պետության վարկի հեղինակության վրա, մեզ շուտ պետք է հաղթահարել այս ճգնաժամը եւ Միացյալ Նահանգներում ուրեմն այս փոխադարձ այցելությունների շփումների ժամանակ պիտի բացի օգոստոս 8-ից նաև այդ թեման լինի սեղանին, հիմա կանք օգոստոս 8-ի պայմանավորվածություններին եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի այցին, սրա հետ կապված ինչ դիտարկումներ ունեն։ Դե կրկին ամերիկացիները շարունակում են ինձ զարմացնել իրենց արագությամբ, գիտեք, պայմանավորվածություններից անմիջապես հետո Միացյալ Նահանգները հայտարարեց ամենաբարձր մակարդակով 145 միլիոն փող արդեն Հայաստանը ստացել է։ Եկել են մասնագիտական խմբեր, ուրեմն սահմանային անվտանգության, մաքսային ծառայությունների տրեյնինգներ են արել եւ կարիքներն են գնահատել, թե Հայաստանը ինչպիսի կարիքներ ունի եւ ինչպես պետք է արձագանքել այդ կարիքներին։ Մոտավորապես ամերիկացիները արդեն պատկերացնում են, թե կոնսորցիումը ինչ տեսք կունենա հայ-ամերիկյան, այսինքն առաջին անգամ Հայաստանի նման փոքր երկիրը Միացյալ Նահանգների հետ հավասար շահաբաժնով ընկերություն է հիմնելու, որի վերաբերյալ վարչապետը նախորդին նաև խոսեց 45 տարի, թե 99 տարի, այդ ժամկետները իհարկե կարևոր են, մեզ համար կարևոր է մասնակցային չափաբաժինը, օրինակ ամերիկացիները որքանով գետնի վրա ներկա կլինեն որոշումների կայացման մեջ, որտեղ օպերատիվ կառավարման ժամանակ պետք է որոշումներ շատ արագ։ Ճռորոշ ձայն իրավունք Հայաստանի Հանրապետությանն է լինել։ Այդպես է պայմանավորվածությունը եղել ի սկզբանե օգոստոսի 8-ին։ Եվ իհարկե ձեր նշած Պաշտոնյան, որ այսօր արդեն հյուրընկալվել է Հայաստանում, մոտ 2 շաբաթ առաջ նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանն էր հանդիպում պետքարտուղարությունում։ Նշեմ սակայն, որ TRIP-ի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ամերիկյան այսպես շահերն ու հետաքրությունները ավելի շատ առաջ են մղում Սպիտակ տան պաշտոնյաները, Ուիտքոֆը եւ իր հիմնական թիմը։
պետքարտուղարությունը այս գործընթացներում շատ մեծ դերակատարություն ունի եւ շատ լավ է որ Սպիտակ տան հետ էլ շատ ինտենսիվ շփումներ կան եւ անձամբ մեր դեսպանը Witkoff-ի հետ շփումներ ունի վերջերս այդպիսի նաեւ հրապարակումներ եղան լուսանկարներ հրապարակվեցին եւ մեր խնդիրն է որպեսզի Միացյալ Նահանգների ուշադրությունը աշխարհի տարբեր կետերում որևէ կերպ չստվերի եւ երկրորդական չդարձնի թրիպի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններ։ Այդ իմաստով չափազանց կարեւոր է որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խոսակցությունը միշտ տեղի ունենա, անկախ նրանից ամերիկացիները որքանով կարագացնեն կամ կփորձեն մասնակցել այս կամ այն ուրեմն process-ի արագացմանը կամ process-ի ընթացքին։ Միայն կարող եմ կարևոր բան ձեզ փոխանցել որպես տեղեկություն ուրեմն մոտավորապես կամ հունվար կամ փետրվարի առաջին կեսին հիմնարկեքի արարողություն կլինի արդեն։ Սա կարող եմ ասել Մեղրիում տեղի կունենա թրիպի ուղղակի մեկնարկի մասին ազդարարում, որ այնտեղ սկսվում են աշխատանքները։ Իսկ սա կնշանակի, որ արդեն հայ-ամերիկյան կոնսորցիումը ձևավորված կլինի, մենք հստակ կիմանանք որքան ժամանակով են ամերիկացիները կոնկրետ վարձակալության վերցնում այդ հատվածը, ինչ պարտականություններ են իրենք վերցնում, Հայաստանը ինչ է ստանձնում եւ ամենակարևորը ովքեր են ֆինանսավորողները։ Մենք գիտենք, որ Եվրոպական միությունը հանդես է բերել մեծ շահագրգռություն ֆինանսավորել բոլոր պայմանավորվածությունները անցած օրը մի կարևոր հանդիպում ունեցանք Կարո Փայլանի հետ որ Երևանում էր եւ հասկացանք որ առաջիկայում եվրոպացիները պատրաստվում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջարկով ստեղծել խաղաղության եւ կայունության հավանաբար մի հիմնադրամ մոտ 3 միլիարդ դոլարի չափով, որը նաև կֆինանսավորի թե ադրբեջանական հատվածի ուրեմն երկաթուղային ծախսերը գրանտային ոչ թե վարկային միջոցներով եւ թե Հայաստանի մասում, իսկ սա կլինի ահառելի ոչ միայն նյութական հանձնառություն, նաև քաղաքական, որտեղ Եվրամիության ցանկացած մասնակցություն, ցանկացած ծախսած փող, այդ թվում նաև ամերիկացիների, կնշանակի ամերիկա-եվրոպական ուղղակի շահերի առաջ մղում եւ իհարկե լարվածության ավելի պակաս հեռանկար եւ հնարավորություն։ Դեք չափազանց կարևոր զարգացումներ են Կենտրոնական Ասիայում։ Ադրբեջանը միացավ այդ C5-ին, դա արդեն դարձավ C6։ Հիմնական անդամ, հա, իրենց խորհրդատվական մարմնում, այլևս ոչ թե Կենտրոնական Ասիական 5 երկրներ են մասնակցում, այլ Ադրբեջանը դրա կազմում է։ Մենք հասկանում ենք, որ C6 Թուրքիա ընդհանուր կապ կա եւ այդտեղ Հայաստանը լրջագույն անելիքներ ունի, որտեղ ըստ էության Կենտրոնական Ասիայի այս 6 երկրները, որի մասնակից է նաեւ Հարավային Կովկասի երկրներից մեկը, որը իրեն տանում է, միացնում է Կենտրոնական Ասիային եւ ընդհանրապես միջանցքում ավելի կենսական եւ անփոխարինելի է դառնում Ադրբեջանի նշանակությունը, այստեղ Հայաստանը պիտի ավելի լուրջ սկսի աշխատել Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, որպեսզի մենք որևէ կերպ մեզ փակուղում չմցնեն եւ առանց մեզ չփորձեն նախագծեր իրականացնել, մեզ շրջանցող նախագծեր չպիտի իրականացվեն, որովհետեւ եթե մենք հայտնվենք փակուղում, մեր նկատմամբ առավելության հասնելու շանսերը Ադրբեջանի ավելի մեծ կլինեն եւ մեզ հետ ուժային ճանապարհով հարցեր լուծելու հնարավորությունները ավելի կմեծանան։ Մեզ պետք է հնարավորինս շատ ինտեգրվել տարածաշրջանային ռեգիոնալ ուրեմն կոմունիկացիոն բոլոր նախագծերում, որպեսզի մենք այդ արյունատար համակարգում այդ լինենք կարևոր մաս։ Մեկ հարցել ոչ թե կուրյաղիկ։ Մեր ժամանակն արդեն սպառվել է, բայց մեկ հարցել շատ հակիրճ, այս համատեքստում Իրանի դիրքորոշման հետ կապված ինչ է կատարում, հատկապես կարծեմ թե հայտարարություն արտգործնախարար Արարողին նախորդին ուղղակի բաց տեքստով անակնկալ բոլորի համար հայտարարեց, որ առհասարակ այլևս ուրանի հարստացման որևէ օբյեկտ չի մնացել Իրանում ամբողջը հունիսին 12 օրյա այդ պատերազմի ժամանակ ջախջախվել է։ Այդ նշանակում է, որ Իրանը բոլորովին նոր այսպես խոսակցության հրավեր է տալիս արևմուտքին
արդեն կապիտուլացված, որովհետև իր կարևոր զենքը չկա այլևս, բայց դա ուրիշ մարտահրավեր է ստեղծում երկրի ներսում, որովհետև ուրանի հարստացումը եղել է ռեժիմը պահպանելու կարևոր նշանակություն ունեցող հարցերից եւ ռեժիմը մշտապես բացատրել է այն հիմնական զրկանքները, որ այդ հասարակությունը կրել է հենց ուրանի հարստացման այդ կարևոր ծրագրի բերմամբ եւ հիմա թե ներքին թե արտաքին լուրջ մարտահրավերներ են Իրանի համար Իրանը մեզ համար չափազանց կարևոր երկիր է եւ Իրանի կայունությունը եւ ներքին եւ արտաքին մեզ համար չափազանց մեծ արժեք եւ նշանակություն ունի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, կհանդիպենք։